Այսօր մեզ է միացել միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվրամիություն Հայաստան, Երևանյան հավաք։ Ինչ կարևորություն է տալիս։ Նախ շատ կարևոր միջազգային մագարտակի, բարձր մագարտակի միջոցառում է տեղի ունենալու։ Կարելի ասել, որ այս օրերին Հայաստանի Հանրապետությունը քաղաքական էպիկենտրոն է դառնում, այսինքն եվրոպական եւ տարածաշրջանային դիվանագիտության հարթակ է դառնում։ Կարևորագույն, որտեղ որ բնականաբար քննարկում են մի շարք լուրջ տարածաշրջանային եւ ոչ միայն տարածաշրջանային, համաշխարհային ընդ որում նաեւ հարցեր։ Բնականաբար Հայաստանի դերի բարձրացում, միջազգային հեղինակության հարցեր, որոնք անմիջապես կապված են Հայաստանի Հանրապետության հետ, անվտանգային հարցեր, որոնք կապված են, հասկանալի է, որ էներգետիկ, տրանսպորտային, տարատեսակ հարցեր են քննարկվելու եվրոպական մի շարք երկրների հետ, եւ որպես այդպեսին նախ հասկանանք եվրոպական քաղաքական համայնքը ինչ է, ասեմ, որ 22 թվականին է ստեղծվել, նպատակը մեկն է եղել եվրոպական երկրների եւ ոչ միայն եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը, անվտանգությունը ավելի ակտիվացնելու, բարելավելու համար է նախատեսվել, հետեւաբար Հայաստան են ժամանելու ոչ միայն ԵՄ առաջնորդներ, այլ նաեւ ոչ ԵՄ անդամ երկրների առաջնորդները, Թուրքիայի փոխնախագահ, պետական կառույցների ղեկավարները, բավականին լուրջ կոնտինգենտ է գալիս, որոնք որ լուրջ քննարկման հարցերով ժամանում են Հայաստան։ Հիմա արողակարգային այդ process-ն է գեներացվում։ Արդեն հայտնի է, որ փաստաթղթեր են ստորագրվելու ԵՄ Հայաստանի միջև, առանձին կլինի նաև Ֆրանսիայի հետ փաստաթուղթ, ասում են շատ կարևոր փաստաթուղթ է լինելու։ Սրանք խորհրդանշական նշանակության իրադարձություններ համարել, թե Հայաստանի համար միջավայր փոխող։ Ոչ միայն խորհրդանշական, գործնական տեսանկյունից Հայաստանը միջազգային ասպարեզում, ինչպես ասեցի, իր հեղինակությունն է բարձրացնում, սրանով նախ Հայաստանի դերակատարությունը առավել եւս որպես տարածաշրջանային երկիր ավելի է կարևորվում, ինչպես ասեցի, որոշ տարածաշրջանային կոնֆլիկտային եւ կնճռոտ հարցեր դրնում են քննարկման, հետեւաբար սա լավ հարթակ է եւ լավ միջավայր է, որպես այդպիսի նման հարցերը բարձրաստիճան ղեկավարության ներկայացնելու, ստանալու կոնկրետ որոշ դիրքորոշումներին ես իհարկե հակված եմ կարծելու, որ հայկական կողմը բաց եւ անկաշկանդ կխոսի այն խնդիրները, որը որ կապված է տվյալ դեպքում Եվրոմիության հետ, կստանա ուղիղ պատասխաններ, հետեւաբար ազգային ու պետական շահերից ազգամետ եւ պետականամետ հայտարարություններ կընչեն եւ կարծում եմ, որ կլինեն նաեւ պատասխաններ։ Տեսնենք։ Որպես գյումրեցիներ պիտի հետաքրքրի մեզ Գյումրու ընտրությունը, չէ՞, Մակրոնի հատուկ այցն Գյումրի։ Դե շատ եմ կարևորում, ինչու՞ չէ, քաղաքի համար շատ կարևոր իրադարձություն է, վերջը Ֆրանսիայի նախագահն է ժամանում քաղաք, հավուր պատշաճի պետք է դիմավորել, անկախ բոլոր քաղաքական որոշակի անհամաձայնությունների, որ համենայն դեպս կան, բայց գյումրեցին ձեռնբաց է, հյուրընկալ է, հետեւաբար չեմ կարծում, որ ինչ-որ ինտրիգներ կամ ինցիդենտներ տեղի ունենան, հատկանշական է հատկապես Գյումրու համար, ես ողջունում եմ, ուրախ եմ, պետք է որ արդյունավետ լինի, կարծում եմ, մեր քաղաք այցելությունը։ Տեսես Մակրոն հետաքրքրվելու է 102-րդ բազան, որտեղ է գտնվելու։ Բոլորին դա հետաքրքրում է։ Եվ ընդհանրապես Ռուսաստանի դիրքորոշումը, ընդհանրապես այդ այցի կապակցությամբ, ընդհանրապես տեղի հյուպատոսարանի գործառույթը այդ օրը։ Որոշակի խանդը հնարավոր չի տեսարաններ, այո, չի բացառում։ Իսկ այս ամենը կապ ունի Հայաստանի ներքաղաքական միջավայրի հետ։ Դե տեսեք, այնքանով կապ ունի, որ նախընտրական քարոզարշավի այս этаպում սա շատ ձեռնտու է գործող իշխանություններին։ Աներկբա է դա, եւ նման լուրջ միջոցառումը դիմավորել Հայաստանի Հանրապետությունում, թվով 8-րդ կակատաժողովն է, բավականին բարձր մագարտակի միջոցառումը, իհարկե ձեռնտու է, եթե առավել եւս գրագետ հավուր պատշաճի կազմակերպչական ամբողջ այդ աշխատանքները կատարվեն եւ իրականում այն հարցերը, որոնք որ լուծելի են, լուծվեն ու ինչ որտեղ հարթակը Երևանը դրա համար դառնա, իհարկե։ Սա միանշանակ գործող իշխանությունների համար շատ լավ շարժառիթ է նաեւ ոչ միայն իր էլեկտորատին, նաեւ ժողովրդին ներկայանալու, որ տեսեք ինչքան են կարևորված, որ այդուհանդերձ որոշեցին, որ գագաթնաժողովը Երևանում անցկացվի։
Պարզ է, բայց հետաքրքիր համընկնումներ եղան։ Հակառակ պատկերն է Բաքվի հետ եվրոպական այդտեղ խանդի տեսարաններ։ Հատկապես վերջի Բանաձևն եք ուզում, հա։ Հա, Բանաձևը եւ Միլի Մեջլիսի հրաժարվելը Եվրախորհրդարանում։ Չի ասի, պարոն Մնացականյան, որ քաղաքական այնպիսի ճգնաժամ տեղի ունենա, որ դրա արդյունքում, հա, տուժում են հարաբերությունները, բայց դա ժամանակավոր ես ձեզ վստահեցնում եմ։ Նմանատիպ մի շարք Բանաձևի անցած տարի փետրվարին էլ է եղել լուրջ երկու Բանաձև, որոնք որ ադրբեջանական կողմը մինիմում դիտարկում էր ոչ անաչառ, անկողմնակալ, հետևաբար այդ ցայտնոդի տեսարանները անցավ, վերականգնվեցին հարաբերությունները, այսպես մերթ լինելու են, սա բնական է։ Քաղաքական ինտրիգներ են, որը որ միշտ էլ Մուստաֆայևի այցին կհաջորդի հայկական կողմի պատասխանայցը Բաքու։ Տրամաբանական է։ Հա, կա այդպեսի բան։ Այն ինչ տեղի ունենում Վաշինգտոնյան օրակարգով։ Գիտեք, տպավորություն է ինձ մոտ, որ արդեն այդ օրակարգից դուրս առանձին երկուստեք որոշում կա համատեղության կարգով առանձին օրակարգ ունենալ։ Հիմքը դնելով Վաշինգտոնյան համաձայնությունները, բայց հիմա տպավորություն է, որ նրանք որոշումներ կայացնում են առանց որևիցե աշխարհակահական կենտրոնի համաձայնության կամ թույլտվության կամ իգիտության։ Իմ մոտ է տպավորություն։ Հասկանալի է, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացվում է համապատասխան կողմին, բայց տպավորություն կա նաև, որ կանաչ լույս է վառված երկուսի համար էլ, որ համատեղ կայացրեք ինքնուրույն որոշումներ։ Հետևաբար հասկանալի է անվտանգության տեսանկյունից ինչի համար նախապես մամուլ ինչեր տեղեկացվի հանրությունը չգիտեր այցի մասին, բայց տրամաբանական է նաև, որ այո, հաջորդ այցը կլինի այնտեղ եւ կարելի է եզրակացնել, որ առաջնահերթություն տրվելու է այն process-ներին, որոնք որ այս պահին կամ դանդաղել էին կամ ի գործ չէր արվում, այսինքն դելիմիտացիոն, դեմարկացիոն աշխատանքների մասին է խոսքը։ Բայց էլի այստեղ գալիս ենք այն կետին, որ այդուհանդերձ չի ճագերտներ բացվում, թե ինչ քննարկումներ կա, գործընթացը փուլային էտապով է լինելու, ինչ ժամկետներ է ներառելու, մասնագետները ովքեր են լինելու, որոնք շարունակելու են այդ աշխատանքը, վերահսկողություն լինելու է թե չէ, եւ այլն, որտեղ խնդրահարույց հատվածները կարծես իմիտացիայի կասկածանք ունեք այստեղ։ Ես միշտ էլ ունեմ այդ մտահոգությունը, բազմիցս ասել եմ, կարող եմ ճագերտներ բացեմ, կարող եմ չբարձրաձայնել, որտեղ այդտեղ շատ հարցեր կան, որոնք որ իհարկե ես միշտ ասել եմ կարևոր մի բան։ Հիմա որ քարտեզով էլ որ նպատակահարմար իրենք անգամ գտնեն, իհարկե ֆիքսվել են կարծես 75 թվականի քարտեզին։ Բոլոր այդ քարտեզներով հաջորդիվ ադրբեջանական կողմը ունի զիջումներ։ То есть հողատարածքներ, ցանկատարածություններ վարելահողեր հանձնելու մեզ։